Ողջույն, ես Ոսկան Ոսկանյանն եմ, սկսում ենք ուսումնասիրել Python ծրագրավորման լեզուն, սակայն մինչև Python ծրագրավորման լեզվին անցնելը, եկեք տեսնենք, թե այս դասընթացը ինչ մասերից է կազմված, այնուհետև կխոսենք Python ծրագրավորման լեզվի մասին։ Այս դասընթացը կազմված է 3 խոշոր մասերից։ Առաջին մասում ուսումնասիրելու ենք Python ծրագրավորման լեզվի 3-րդ տարբերակը, առաջ ենք գնալու պարզից դեպի բարդը սկզբունքով, սկսելու ենք ծրագրավորման հիմունքներից, վերջացնելու ենք մի քանի խաղերի և գրաֆիկական ինտերֆեյսով ծրագրերի ստեղծմամբ, աշխատելու ենք մի քանի պրոտոկոլների հետ, օրինակ HTTP, FTP, SMTP և այլն, աշխատելու ենք մի քանի տվյալների բազայի հետ, օգտագործելու ենք XML և HTML, սա ինչ վերաբերվում էր առաջին մասին։ Երկրորդ մասում կուսումնասիրենք Pyqt գրադարանը, այս գրադարանը նախատեսված է գրաֆիկական ինտերֆեյսով ծրագրերի ստեղծման համար, երրորդ մասում կուսումնասիրենք Django ֆրեյմվորքը, սա web ֆրեյմվորք է, այս ֆրեյմվորքը նախատեսված է web կայքերի, web ծրագրերի ստեղծման համար, այս մասում կստեղծենք ինտերնետ խանութ, իսկ հիմա եկեք մի քանի բառով խոսենք Python ծրագրավորման լեզվի մասին։ Python ծրագրավորման լեզուն բարձր մակարդակի ընդհանուր նշանակության ծրագրավորման լեզու է։ Python-ը օգտագործվում է տարբեր ոլորտներում, այս ծրագրավորման լեզվի օգնությամբ կարելի է ստեղծել գրաֆիկական ինտերֆեյսով ծրագրեր, խաղեր, վեբ կայքեր, վեբ ծրագրեր, գիտական ծրագրեր։ Այս ծրագրավորման լեզուն օգտագործվում է ռոբոտաշինության ոլորտում։ Python-ում կա ծրագրային մի հատված, որը զբաղվում է աղբի մաքրմամբ, այսինքն ձեզ անհրաժեշտ չէ մտածել փոփոխականների, մասիվների և այլնի չնջման մասին, հիշողության մաքրման մասին, այդ ամենով զբաղվում է Python-ը։ Python ծրագրավորման լեզուն ունի պատրաստի բավականին մեծ քանակի մոդուլներ։ Python-ով ստեղծված ծրագիրը կաշխատի ամենուրեք, որտեղ կա Python, այսինքն եթե մենք ստեղծենք ծրագիր Windows օպերացիոն համակարգում, այդ ծրագիրը նույն կերպ կաշխատի այլ օպերացիոն համակարգերում, այսինքն մենք ստեղծում ենք մի ծրագիր բոլոր օպերացիոն համակարգերի համար։ Չնայած որ Python-ը ներկա պահին այնքան էլ տարածված չէ Հայաստանում, այս լեզուն շատ մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում։ Այս ծրագրավորման լեզուն օգտագործում են շատ խոշոր ընկերություններ, դրանցից է օրինակ Google-ը, որը Python ծրագրավորման լեզուն օգտագործում է որոնողական համակարգում։ YouTube-ի մեծ մասը գրված է Python ծրագրավորման լեզվով։ Yandex-ում բավականին մեծ քանակի վեբ կայքեր, վեբ ծրագրեր ստեղծված են Python ծրագրավորման լեզվով և Django Web Framework-ով։ NASA-ն Python ծրագրավորման լեզուն օգտագործում է գիտական հաշվարկներում։ Dropbox-ը ամբողջությամբ գրված է Python ծրագրավորման լեզվով։ Իդեպ Python ծրագրավորման լեզվի ստեղծողը ներկա պահին աշխատում է Dropbox-ում, նախկինում աշխատել է Google-ում։ Իսկ հիմա եկեք տեսնենք, թե որտեղից կարելի է բեռնել և տեղադրել Python ծրագրավորման լեզուն։ Նշեմ, որ եթե դուք օգտագործում եք Linux օպերացիոն համակարգ, macOS կամ Unix, ձեզ անհրաժեշտ չէ ներբեռնել և տեղադրել Python ծրագրավորման լեզուն, քանի որ արդեն ձեր օպերացիոն համակարգում տեղադրված է այս ծրագրավորման լեզուն։ Իսկ եթե օգտագործում եք Windows օպերացիոն համակարգ, ուրեմն դուք պետք է մուտք գործեք python.org վեբկայք և այստեղից ներբեռնեք Python ծրագրավորման լեզվի ինտերպրետատորը և տեղադրեք։ Ներբեռնելու համար անցնում եք Downloads բաժինը, այստեղ կա բոլոր օպերացիոն համակարգերի համար նախատեսված տարբերակը։ Պետք է ներբեռնեք երրորդ տարբերակը, նշեմ, որ Python ծրագրավորման լեզուն ունի երկու ճյուղ, երկրորդ և երրորդ տարբերակները։ Մենք այս դասընթացի ընթացքում ուսումնասիրել ենք Python ծրագրավորման լեզվի երրորդ տարբերակը, ներբեռնում ենք Python ծրագրավորման լեզվի երրորդ տարբերակը և տեղադրում ենք։ Նշեմ, որ Python-ը տեղադրվում է ստանդարտ ծրագրերի նման, տեղադրման ժամանակ ձեր մոտ չպետք է առաջանա ոչ մի խնդիր։ Python-ը տեղադրելուց տեղադրվում է նաև Python-ի հրամանային տողը, որի օգնությամբ կարող ենք շփվել Python ծրագրավորման լեզվի հետ։ Եկեք բացենք այդ հրամանային տողը և տեսնենք արդյոք մեր մոտ ամեն ինչ նորմալ աշխատում է, թե ոչ։
Եկեք հրամանային տողում մուտքագրենք հետևյալը. import this եւ սեղմենք enter։ Տեսնում ենք, որ մեր մոտ ամեն ինչ նորմալ աշխատում է։ Թե ինչ է սա, մենք հետագայում կհասկանանք։ Նշեմ, որ այս տեսադասի հետ միասին կլինի նաև այս տեքստի թարգմանությունը, անպայման կարտացեք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ դասում։